Խաղություն աստծաժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Նույնպես կպատասխանենք հարցի։ Աստված շատ օրհնի ձեզ։ Բարև ձեզ սիրելիներս, խնդրում եմ մեկնաբանեք առաջին գիրք մնացորդացի 10-րդ գլուխը։ Ինչ իրավիճակ է մեր մեջ Սավուղի մահը։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Տերը օրհնի ձեզ։ Սավուղի մահը ինչ իրավիճակ է մեր մեջ։ Եսի առաջին մնացորդաց 10-րդ գլուխը կարդամ, ամբողջ գլուխը չեմ կարդա, կարևոր տեղերը։ Սավուղի մահը, ով է Սավուղը, ինչ է Սավուղը մեր մեջ։ Տեսեք, որոնց մի անգամ ես մի եղբոր ասեցի, որ Պողոս Առաքյալն էլ է, Պողոսն էլ է մեր մեջ։ Նու ես աշխատում եի հասկացնեմ, որ հոգևոր է Աստվածաշունչը։ Ես չեմ ուզում Պողոսը, ոնց իմ մեջ ուրիշ մարդ լինի, չեմ ուզում իմ մեջ լինի Պողոսը։ Պողոս մարդը չի քո մեջ։ Պողոս հոգևոր հասկացողությունն է, Պողոս նշանակում է խոնար։ Խոնարհության հոգին է մեր մեջ։ Պողոս Առաքյալը, որ ավետարանը սովորացնում է, խոնարհության հոգին է սովորացնում։ Հոգևոր իմաստով։ Իհարկե։ Հիսուսը, որ մեր մեջ է, դες ոնց որ ասենք Հիսուսը չեմ ուզում մեր մեջ լինի, կամ թող են հրաշով բեղումուլքով տղեն մեր մեջ լինի, դες չի։ Հոգևոր իմաստով Հիսուսը խոսքն է ու մեր մեջ է խոսքը։ Բոլորիս մեջ է ու բնակվում է մեր մեջ ու մեզ փրկում է, մեր համար տանջվում է, մեր համար խաչվում է խոսքը, մենք արհամարում ենք խոսքին, խաչն ենք անում արդարության խոսքին։ Ինքը հարություն առնում նորից է գալի մեր մեջ, էս է հոգևոր կյանքը ու մեզի կյանք է տալի։ Եթե ինքը հարություն չառներ, մենք սպանեինք իրար ու ինքը հարություն չառներ, մենք գայթակղվեինք եթայինք աշխարհ։ Բայց նորից է գալի մեր մեջ խոսքը, այնքան է սիրում մեզ, որ նորից է գալի։ Նորից է մեզ առաջնորդում, նորից է տանում կյանքի, նորից է սովորացնում։ Մի խոսքով հոգևոր միտք է, սիրելի հարցնող, շատ դիպուկ, շատ տեղին հարց եք տալի, հոգևոր մեր մեջ ինչ նշանակություն ունի։ Էսի շատ կարևոր է։ Հակոբ Աստվածաշունչը հայլի է, եթե կարդում ես, քեզ պետք է տենաս։ Ես Դավիթի մասին կարդում եմ, ինձ եմ տենում, Դավիթին չեմ տենում, Դավիթը չկա, մահացել է։ Բայց մեր մեջ է, մինչև այսօր ինքը կա ու ապրում է, որտեղ Աստված մեռելների Աստվածը չի։ Մի խոսքով, հոգևոր իմաստով է սաղ էս ամենը գրված։ Կարդում եմ 10-րդ գլուխը։ Տեսեք, երբ փղշտացի պատերազմեցին Իսրայելի հետ, եւ Իսրայելի մարդիկը փախան փղշտացիների առաջից։ Եվ սպանված վայր ընկան Գեղբուեի սարի վրա։ Երբ փղշտացիք հասան Սավուղին եւ նրա որդիներին, երբ փղշտացիք զարկեցին Սավուղի որդիք Հովնաթանին, Աբինադաբին եւ Մեղկիասավեին։ Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի վրա եւ աղաղնավոր մարդիկը գտան նրան եւ վիրավորվեցավ աղաղնավորներիցը։ Տեսեք, սիրելի հարցնող, սիրելի քուրու եղբայրներ, Սավուղ բնագրով նշանակում է խնդրվածք։ Խնդրվածք։ Այսինքն ի՞նչ է նշանակում խնդրվածք։ Մենք երբ որ մի գործ ենք ուզում անենք, խնդրում ենք Աստծուն, մեր վրա թակավոր դիր այս մարդուն, այսինքն այս հասկացողությանը։ Տեսեք, օրինակ, Սավուղը, երբ որ ընտրվեց թակավոր, ինքը տարբերվում է բոլոր մարդկանցից, որովհետև բոլոր մարդկանցից մի թզաչափ, չէ, բարձր էր իր ուսը։ Մի ուսաչափ բարձր էր բոլոր մարդկանցից։ Այսինքն ինքը զդարով էր, թափով էր, երևելի էր։ Երևում է։ Մենք խնդրում ենք Աստծուն, օրինակի համար, ես ուզում եմ բիզնես մի հատ ունենամ։ Կամ ուզում եմ 10-րդ հավաքեմ, ըստ Աստվածաշնչի գրով, որպեսզի իմ նպատակն է, որ այսքան հավաքեմ, 10-րդի մասին շատ կարոզեմ, շատ կտան, այսքան փող կլինի, այսքան եմ մենք նրան ծրագրեր եմ անում։ Ու խնդրում եմ Աստծուն, Տեր Աստված, իմ վրա թակավոր դիր իմ ուզածը։ Չէ, ժողովրդի ուզածն էր Սավուղը։ Երբ որ ժողովուրդն ուզեցին թակավոր, Սամվելն ասեց, Աստված է մեր թակավորը։ Ինչ եք անում։ Եվ Եհովա Աստվածն է Սամվելին ասեց, իրանց ուզածով տուր իրանց։ Իրանց սրդի համեմատ թակավոր տուր իրանց։ Ու Սավուղին տվեցին։ Այսինքն Աստված հակառակ չի կենում 10-րդ հավաքողներից, բիզնես տնելներից, դնողներից կամ մյուս բաներից։ Մենք խնդրվում ենք, ասում ենք, Տեր Աստված, թող թակավոր հասկացողություններ գիտենք, չէ՞ սիրելիներ, իշխող, հրամայող, մի հասկացողություն է, որը իշխում է մեր հասկացողությունների վրա։ Ու բոլորը լսում ու հնազանդվում են։ Տեսեք, ես խնդրում եմ Տեր Աստված, ին վրա այս բիզնեսն եմ ուզում դնեմ, ին վրա թակավոր դիր ու ուզած թակավորի։
Խնդրում եմ, խնդրվածքին տուր ինձի։ Եվ Աստվածաշնչի մեջ հանում եմ տեղեր։ Աստծո մարդը պետք է հարուստ լինի։ Արդեն այդ հասկացողությունը թակավոր է իշխում ամեկի վրա։ Աստծո մարդը բրիվ տես, Աբրահամը հարուստ էր, Դավիթը թակավորները սաղ Աստծո մարդիկ հարուստ են եղել, Հոբը հարուստ էր։ Ես էլ պիտի հարուստ լինեմ այսօր։ Թակավորը մա այդ միտքին վրա, դա սավուղն է։ Բայց Աստծո ուզածը չի, լավ իմացեք, ես նրբությունը սիրելի հարստվող հենց էս է, էլի մեր մեջ, դու շեշտել էիր, ես իմ դուրը շատ է գալի, որ հարց են տալի մելանու, ասում են մեր մեջ այդ ի՞նչ է նշանակում։ Եթե պատմություն մեկը ուզում է իմանալ, հինա գրված է պատմություն։ Սավուղը թակավոր էր, մահացավ, որդիները մահացան ու վերջ։ Պատմություն էր անցել այդի, բայց մեր մեջ կենթանի այդ իրավիճակները։ Հոգևոր իմաստով, հոգևոր մեր մեջ, հա, դուք իսկականից հոգուց եք ծնվում, ծնված եք, դուք մեծանում եք, սիրելի հարստվող ձեզ եմ ուղղում խոսքս, դուք մեծանում եք արդեն հոգու մեջ։ Կգա ժամանակ Տերը օրհնի ձեզ, ես էլ աղոթներից մեջ միշտ հիշում եմ հոգևոր հասկացողներին, հոգևոր հաստատողներին, հոգևոր մարդկանց հետ շփվելու ժամանակ, թող Տերը օրհնելով օրհնի ձեզի։ Այս հասկացողությունը, սավուղ հասկացողությունը մեր մեջ ղեկավարում է մեզ։ Եվ պատերազմը ելնեմ միշտ փղստացիների հետ։ Այդ ժամանակներում, եթե մարմնավոր նայենք այս պատմությանը, մարմնավոր ձևով ոչ թե հոգևոր, միշտ փղստացիները թշնամ էին Իսրայելին։ Ինչ է նշանակում փղստացի։ Փղստացի նշանակում է թափառական, տեղից տեղ շարժվող, գաղթող։ Թափառական մտքերը մեր միջի։ Միտեղ չմնացող, հաստատուն կայուն չլնող, ասենց ասած։ Այդ հաստատուն կայուն չլնող միտքը միշտ թշնամի է Իսրայելին, այսինքն իմ միջի հավատքին, Աստծո խոսքին, հոգևոր խոսքին միշտ թշնամի է, միշտ պատերազմում, միշտ հակառակվում է։ Այսինքն ես հոգևոր իմաստով ես ուզում եմ Քրիստոսին ծառայեմ, ուզում եմ Քրիստոսի օրենքը կատարեմ, բայց մարմնավոր հասկացողությունը իմ միջի, մարմնավոր հասկացողությունը փղստացին, թափառումա, բանդեղեր սենց է գրված, բայց միշտեղը սենց, Աստված սենց ասես, բդի շատես քո հորնումորը, անցած անգամ կակրած այդ մասին էինք խոսում ենք։ Գրված է, որ շատ իրա հորնումորը, թափառումա այդ միտքը, ու այդ միտքը արդեն թշնամի է իմ հավատքին, Իսրայելի, իմ միջի հավատքին, որը Իսրայել է կոչվում, որը Աստծո ժողովուրդ է կոչվում, որը Աստծունն է իմ միջի այդ արդար ճշմարիտ հավատքը, սենց ասած, այս փղստացին միշտ թշնամի է անում սրա։ Եվ նույնը ստեղեց պատմության մեջ սիրելի հաստվող, փղստացիները Սավուղի դեմ Իսրայելի դեմ թշնամի էին ու հարձակվում էին, պատերազմի մեջ էին անդադ։ Ու այս պատերազմի ժամանակ զոհվում է Սավուղի որդիները, 3 որդիները։ Սավուղի որդիները, տեսեք, որոնք են որդիները, պտուղ, որդի հասկացողություն Աստվածաշնչի մեջ նշանակում է պտուղ։ Այս մի պտուղը Սավուղի, տեսեք, ես բաներով կարդամ, 3 որդի ուներ, 3-ն էլ սպանվեցին։ Հովնաթանը, որը նշանակում է Աստված շնորհած Աստված է, հիշեք էսի այն Հովնաթանն է, որը Դավիթը շատ սիրեց իրան։ Աստված շնորհած Աստված է։ Հասկանում եք, շնորհ տվող Աստված է։ Սա Սավուղի պտուղն էր, որդին էր։ Ինքը որ եղավ թակավոր, իրան խնդրեցին ժողովուրդը, այդ միտքը թակավորը, այդ միտքը ծնում է իրան, որ Աստված շնորհած Աստված է, շնորհ տվեց ինձ։ Իրա պտուղն է դա։ Ամինադաբը ժողովուրդը հոժարակամ է, ժողովրդի կողմն է։ Այդ խնդրվածքը, եթե ես ուզում եմ մտքերս հավաքեմ, էլի որպես կոնկրետ ասեմ, ձեր մեջ հայտություն լինի, սիրելի հաստատող, սիրելի լսողներ։ Երբ որ դու խնդրում ես ասուն, Տեր Աստված, դե մարմնավոր եմ, էլի մարմնի մեջ եմ, սենց անեմ։ Հասկանում ես, ղեկավարեմ ես դու այդ քո արարքը, քո հասկացած, քո խնդրվածքով, որ ասուց ես խնդրեմ, մարմնավոր մի բան, ու քո ասածն ես ուզում անես։ Դա ժողովուրդը հոժարակամ է, այսինքն ժողովրդի խաթրով ես եթում դու։ Այն խանգարող հանգամանքների, այն ուժի, ժողովուրդը համ ուժ է, համ խանգարող հանգամանքները, ըստ Աստվածաշնչի։ Խոչընդոտ է, ժողովուրդը երկու իմաստ ունի, նայած որտեղ որն եք օգտագործում։ Եթե ժողովրդի միտքը մեկը Աստվածանից է, ինքը հզոր ու զորավոր է։ Իսկ եթե ժողովուրդը ամեն մեկը իր մտքին է, այսօր Հայաստանի իրավիճակը, ամեն մեկը ով ինչ մտածում է, հենց ասում է, խառնաշփոթ է։ Դա ժողովուրդն է մի հատ ամբողջ է, որը որից ոչ մեկ ոչ մի բան չի հասկանա, խռովությունից բացի ոչ մի օգուտ չկա դրա մեջ։ Ստեղ հենց Սավուղի այս իրավիճակն էր, որ ժողովուրդը հոժարակամ է,
ժողովրդին ինքը որպես թագավոր մտում հոժարակամա իր որդին էր, իր գործն էր, իր պտուղն էր էդի։ Եվ երրորդ որդին Մեղքիսավե, որը նշանակում է Եհովան թագավոր է։ Ասում է, խնդրվածքը մարմնավոր հասկացողներն ասում են Եհովան թագավոր է, բայց իրանց հասկացողությունով են ուզում շարժվել։ Միտքը էս է, էլի հասկացեք, սիրելի քույրեր եւ եղբայրեր։ Աստված ասում է, որ ները քո եղբորը 7 անգամ 70 անգամ ները օրվա մեջ, հաջես ասում եմ, արա դες սրան ոնց ներեմ, նորից պետք է սենց անի, դες իմն եմ տանեմ, ես ասում եմ Աստված թագավոր է, բայց չեմ կատարում ասում թագավորի հրամանները, թագավորի պատվիրանները։ Հիսուսն ասում է, եթե Տեր եք ասում, ինձի պատվերներս պահեք։ Բայց նրանք Տեր էին ասում, դպիրներն ու փարիսեցիները, քահանաները, Տեր էին ասում, բայց չէին պահում պատվիրանները։ Այս հասկացողությունն աստե ուզում եմ որ հասկանանք էդի մեր մեջ նաև կա սենց իրավիճակներ, որը երբեմն կատարվում է։ Եվ սպանում են ես իր գործիներին։ Այնտեղ Սավուղին էլ են խփում աղեղնավորները, այսինքն խոսքով հարվածում են, թափառական խոսքով փղշտացիները, որը նշանակում է թափառական մտքեր։ Այդ խոսքերով վիրավորում են Սավուղին։ Սավուղին վիրավորում են, այսինքն Սավուղը մահի չափ վիրավորվում է։ Ինքը չի կարում կողմ որոշի, չի կարում հասկանա, մի ոտով ստեղա, մի ոտով ընդ վիրավոր վիճակ է իր մոտ։ Եվ ասում է, որ չգան, ին վրա չծիծաղան, աղեղնավորին ինձ սպանա, չի սպանում, ընկնում է ինքը իր վրան, սրի վրան իր, մահանում է մի խոսքով։ Հարցը այնա մեր մեծ Սավուղի մահը։ Ինչա լինում, որ Սավուղը մահանում է։ Տեսեք, կարդամ վերջի 13-րդ ու 14-րդ խոսքը ու ամփոփեք, էլի ամբողջ միտքը, որպեսզի հասկանալի լինի։ Մի տեսակ մելան հո խառնաշփոթ չեմ խոսում։ Չէ, լավ Աստված։ Որ խոր միտք է, ասենց ասում եմ ամեն մի խոսքի վրայով երկար, եթե բացատրեմ նոր ասենք մի երկու տող հազիվ կարողանամ բացատրեմ։ Բայց ես գիտեմ, որ դուք, եթե հոգևոր հարց եք տվել, մեր ներսեր եք տվել այդ հարցի իմաստը ոնց է, դուք կհասկանաք։ Դրա համար սենց խտասած ձևով ասելով առաջ եմ հասնում։ 13-14-րդ խոսք եմ կարդում նույն գլխի, տեսեք, այսպես մեռավ Սավուղը իր այն ապստամբության համար, որ ապստամբեց Տիրոջ դեմ։ Տիրոջ խոսքի պատճառով է, որ չպահեց, եւ վհուկ ուզեց, որ բան հարցնե, բայց Տիրոջը չհարցրեց, եւ նա նրան մերցրեց եւ թագավորությունը դարձրեց Հեսեի որդի Դավիթին։ Տեսեք, Սավուղի անհնազանդությունը, որ զոհ պետք աներ ասում, Սամվել մարգարեն ուշացավ, ինքը արեց զոհը։ Անհնազանդ եղավ ասում, պետքա մարգարեն զոհեր, քահանան պետքա զոհեր զոհը, ոչ թե թագավորը կամ ոչ թե մի այլ մարդ։ Աստծուց տրված մարդը պետքա զոհեր այդ զոհաբերությունը։ Բայց Սավուղը ժամանակին նայելով, ժողովրդի շտապելուն նայելով, ինքը Աստծո խոսքը արհամարեց իրան նարեց։ Դրա պատճառով, տեսեք, խոսքը ասեց, որ դրա պատճառով, որ անհնազանդ եղավ Աստծո խոսքին, Աստված սպանեց Սավուղին։ Ու երկրորդ պատճառը, որ վհուկի հարցրեց։ Աստուն չհարցրեց, այլ վհուկի հարցրեց։ Այսինքն հոգևոր հոգուն սիրուն չհարցրեց, այլ հարցրեց մարդուն։ Ամեն մարդ էլ կոպիտ թող չհնչի, էլի հոգևոր իմաստով վհուկ է։ Մենք վհուկ ենք ելել մեր կարծիքներով, մեր ենթադրություններով, ես խոսնացեց, հաստատեցել ուզում ասել, վհուկություն է այս բոլորը։ Բայց Աստծո խոսքը սիրո խոսքն է։ Տեսեք, Աստված ասում է նրա սիրա քո եղբորը, բայց վհուկն ասում է այդ եղբորը ոնց սիրես։ Շրջանցում է, հասկանում եք, ճիշտը չի ասում։ Մենք երբեմն Աստծո խոսքը չլսելով, մեր միջի Սավուղը, ասած մեր հոգևոր աշխարհի, Սավուղին չլսելով, թագավորի Աստուն չլսելով, սիրուն չլսելով, մենք մեր հասկացողությանն ենք լսում։ Ու մեր հասկացողությունով որոշումներ են կայացնում։ Հենց դրա համար էդի Աստծո անհնազանդությունն է։ Ասում անհնազանդությունը զոհից աղեկ է։ Մարդասպանության պես է, հնազանդությունը զոհից աղեկ է։ Տեսեք, Սավուղի մահը, նախ առաջինը, որ Սավուղը ես խնդրեցի, որ թագավորի իմ հոգևոր կյանքը, իմ մարմնավոր հասկացողությունը, իմ տեսանելին, որ ինքը հսկա էր, բոյով էր, այսինքն այս իմաստությունը լավ իմաստություն է։ Ես այսքան 10 օրտնի էս կանեմ, կամ այս բիզնեսը դնեմ, սենց կանեմ, նես կանեմ։ Դա մարմնավոր հասկացողություն է։ Դու արա, բիզնես էլ արա, փող հավաքեք, տան շենքի վարձը կմուծվի, կոմունալ կեքը, աղքատներին ողորմություն կտակ,
ծառայության համար, քարոզության համար պետք է գա այդ փողը, կարևոր է, պետք է։ Պատկերացնեք 100 հոգի եք, ամեն մեկը մի ռուբլի էլ որ տա, հլնումա 100 ռուբլի։ Այդ 100 ռուբլին ասու տան մեջ օգտագործելու համար շատ լավ է, ու այդ 100 ռուբլին պետք է օգտագործի Աստված։ Ոչ թե ես խնդրեմ Աստծուց, տեղեր հանեմ Աստվածաշնչից, տեղեք բդի 10-րդ տակ ու սավուղը ղեկավարի այդ իմ փողերին։ Ես տուն առնեմ, ավտո առնեմ, դաչա առնեմ, այն անեմ, մի քանի մանեթ էլ լավ ծառայություններին թող այդ կոմունալ գեքին թող։ Այսի է սավուղը, հասկանում եք սիրելի քույրեր եւ եղբայրեր։ Եվ դրանց վաղճանը հենա տեսանք, որ Աստված չէ հնազանդվելու համար այդ հասկացողությանը Աստված սպանում է։ Ում ձեռով փղշտացիների թափառական մտքերի միջոցով իմ միջից վերանում այդ սավուղ հասկացողությունը։ Այսինքն իմ մեջ եղել այդ սավուղը։ Ես ընդունել եմ Տիրոջը թագավոր։ Եվ Տերը ինձի տվել է սավուղին, որ ես իմ մարմնավոր հասկացողությունով շարժվեմ։ Հետո հասկանալով, գիտակցելով, Աստված խփելով սավուղին իմ մեջ մահացնումա փղշտացիների ձեռով, փղշտացիների նիզակով վիրավորում է ինձի սպանում է ու ես հասկանում եմ, որ դա սխալ է, թափառական մտքերը ինձի սպանում են։ Ու ես խնդրելով Աստծուն Աստված սպանում է այդ հասկացողությանը իմ մեջ ու իմ մեջ ծնում է Դավիթին, Հեսեի որդին։ Դավիթ նշանակում է սիրելի քույրեր եւ եղբայրս, եւ սիրելին լսում է Աստծուն ու Աստծու ամեն պատվիրանները կատարում ու պահում է։ Սա է մեր մեջ այդ հասկացողությունը։ Եթե մի բան կուզենաք անեք ու կասեք Տեր Աստված, դեստեղ գրված է ու կփնտրեք Աստվածաշնչի միջից տեղեր, որ ձեռա տալի ձեզ։ Այդ տեղերը ձեռա տալի ձեզ։ Թող շահն է այդ հենց սավուղ հասկացողությունն է։ Գալու է մի օր, գալու է մի պահ, սավուղը մահանալու է ձեր մեջ, եթե ձեր միտքը բացվի իհարկե։ Դες դուք տեսնեք, որ դուք սխալ եք անում։ Ու ձեր մեջ կծնվի Դավիթը, որի թագավորությունը կլինի Հավիտյան ըստ Աստծո խոսքի։ Ամեն։ Այսքանը երևի այսքան այնքան խորը մտքեր են ժամերով կարելի է խոսալ սրա վրայով, էլի ամեն մի խոսքի վրայով Աստվածաշնչի։ Բայց այսքանով բավարարվեք, իսկ եթե էլի նորից հարցեր կծնվի, ոնց որ Մելան ամեն հաղորդման ժամանակ ասում է, առանց բանի ասեք։ Աստված շատ օգնի, մոտեցավ ավարտին։ Մնաք Աստծո խաղաղության մեջ։ Ամեն, Տերը օգնի ձեզ։